Հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ամրապնդումը, անվտանգային համակարգի ամրապնդումը և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը։ 24 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվել է հարկաբյուջետային կանոնների առավել մեղմ սահմանափակման պայմաններում, քանի որ կառավարության պարտք ՀՆԱ-ցուցանիշը ցածր է գտնվել 50% շեմից։ Միաժամանակ կառավարության պարտք ՀՆԱ-ցուցանիշի 40-ից 50% միջակայքում գտնվելու պայմաններում պետական բյուջեի կապիտալ ծախսերը գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը շուրջ 181.7 միլիարդ դրամով։ Այստեղ պետք է հիշեցնեմ, որ կանոններով 40-ից 50 միջակայքում գտնվելու ժամանակ կապիտալ ծախսերը պետք է ավել լինեն պակասուրդից։ 24 թվականի հարկեր ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23.6%, որոշակի նվազում ունենալով նախորդ տարվա նկատմամբ, ինչը պայմանավորված է եղել տնտեսության կառուցվածքային փոփոխություններով, բնութագրվող տնտեսությունում ներքին սպառման ուղղված ներմուծման դերի նվազմամբ և արտահանման դերի աճով, ինչը հանգեցրել է անվանական ՀՆԱ աճից հարկման բազաների ավելի դանդաղ ավելացմանը։ Սրա մասին երևի ավելի մանրամասն կխոսենք։ 24 թվականին տնտեսական ներուժի բարձրացմանը առանձին ոլորտում առաջացող հիմնախնդիրներին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալական կարիքներին ուղղված հարկաբյուջետային աջակցության ծրագրերը շարունակական են եղել, կապիտալ ծախսերի դերի շարունակական բարձրացման միտումը պահպանվել է, կապիտալ ծախսեր ՀՆԱ-ցուցանիշը հասել է ՀՆԱ-ում 5.5%-ի, թույլ տալով պատշաճ ֆինանսավորել անվտանգային և կենսական նշանակության ենթակառուցվածքային ծրագրերը։ Տնտեսական աճի ներուժային մակարդակին մոտենալու պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունն ունեցել է չեզոքին մոտ դիրք, միաժամանակ ուղղված լինելով տնտեսական ներուժի բարձրացմանը և կառավարության պարտքի կայունության պահպանմանը։ Պետական բյուջեի պակասուրդը ձևավորվել է այնպիսի մակարդակում, որը թույլ է տվել կառավարության պարտքի բեռը պահպանել ապահով մակարդակում, կառավարության պարտք ՀՆԱ հարաբերակցությունը պահպանվել է 50%-ից ցածր մակարդակում, կազմելով 48%։ Հաշվետվությամբ ներկայացված է 48.3%-ը, 48.3%, սակայն ՀՆԱ-ի վերանայումից հետո այդ ցուցանիշը նվազել է մինչև 48%։ Նախ խոսենք արտաքին աշխարհում տեղի ունեցող տնտեսական զարգացումներից, համաշխարհային տնտեսությունում և հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճը շարունակել է մնալ դրական տիրույթում, պայմանավորված սպառողների կայուն պահանջարկով, գնաճի թուլացմամբ և խոշոր տնտեսություններում շարունակվող հարկաբյուջետային և դրամավարկային ճշգրտումներով, Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական աճը կազմել է 4.1%, Չինաստանում 5%, Եվրոգոտում 0.9% և ԱՄՆ-ում 2.8%։ 24 թվականին նավթի գինը նախորդ տարվա նկատմամբ նվազել է 2.3%-ով, կազմելով 80.7 դոլար բարելի համար, պայմանավորված ավելի թույլ համաշխարհային պահանջարկով և հումքային ապրանքների առաջարկի աճով, պղնձի գինը աճել է վերականգնվող էներգիայի անցմամբ պայմանավորված պահանջարկի և մատակարարման խափանումների հետևանքով, 24 թվականին պղնձի տարեկան միջին գինը 23 թվականի նկատմամբ աճել է 7.7%-ով և կազմել է 9142 դոլար տոննայի համար։ Առաջարկի պայմանների բարելավմամբ պայմանավորված պարենային ապրանքների համաշխարհային գների համաթիվը նվազել է, արդյունքում 24 թվականին պարենի գինը 23 թվականի նկատմամբ նվազել է 2%-ով։ 24 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունում աճել է 53%-ով, սակայն հայկական ծագրման ապրանքների արտահանումը 18.6%-ով։ Առանց թանկարժեք մետաղների արտահանման ավելացել է շուրջ 2.3%-ով։ Սա առանձին ուզում եմ շեշտեմ, որովհետև այս տարի տարբեր տնտեսական ցուցանիշներ ներկայացնելուց տարբեր վերլուծաբաններ և տնտեսագետներ գուժում են նրա մասին, որ մեր արդյունաբերությունը անկում է ապրում, այստեղ պետք է հիշեցնեմ, որ մենք ամեն անգամ ներկայացնելուց
մեր արտահանման եւ արդյունաբերական աճի թվերը, փորձել ենք ֆիլտրել այն ազդեցությունները, որոնք տեղի են ունենում թանկարժեք մետաղների Հայաստանի միջոցով վերարտահանման եւ Հայաստանում դրանց որոշակի վերամշակման ազդեցությունները, որպեսզի նաեւ իրական պատկեր ցույց տանք, թե ինչպիսի աճեր են գրանցում եւ հետեւաբար նույնը անելու ենք նվազման ժամանակ, որովհետեւ նաեւ նշել ենք, որ այս աճերը կրում են ժամանակավոր բնույթ եւ չեն բնութագրում Հայաստանի տնտեսական հիմնական զարգացումները։ 24 թվականին Հայաստանի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 2.200.000 մարդ, նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 4.7%-ով կամ 108.000 մարդով, որը հիմնականում պայմանավորվել է Հայաստանի Հանրապետություն այցելած Ռուսաստանի Դաշնությունի զբոսաշրջիկների թվականակի նվազմամբ։ Սա էլ մեր կանխատեսումներով կրում էր ժամանակավոր բնույթ, որը պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի քաղաքացիների դեպի Հայաստան 22-23 թվականներին մեծ ներհոսքով եւ այս գործոնները հետզհետե վերադառնում են իրենց բնականոն մակարդակներին։ Ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների զուտ ներհոսքի անկումը կազմել է 34.8%, որին ամենամեծ բացասական նպաստումն է ունեցել կրկին Ռուսաստանի Դաշնությունից ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների զուտ ներհոսքի 52.3% նվազումը։